իր պահպանության վրանի տակ առնելու բոլոր նրանց, ովքեր սատանայի դեմ պատերազմի մեջ թուլացած օգնության կսպասեն, ով պիտի ազատե մեզ մահվանից։ Եվ Տեր Հիսուս Քրիստոս իր խոսքին համաձայն եկավ որպեսզի ազատե։ Եվ այսօր ազատվածները նույնպես աղոթքով կխնդրեն, որպեսզի Տերոջ ուշանալը երկայնամտություն համարելով կշարունակեն ավետարանի քարոզությունը, որպեսզի մեղավորները փրկվին։ Սա է մեր հոմելյանական տարվա նպատակը։ Ու նաև հիշելու բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը դարձրեցին Քրիստոսի գործի շարունակության վկայություն, երկնքի թագավորությունը քարոզելու Աստծո հետ հաշտության ուխտը հաստատելու։ Եվ նրանց հավատարմության արդյունքում մենք այսօր այստեղ ենք։ Մենք այսօր այստեղ ենք նաև առնելու այդ պարտականությունը մեր վրա եւ շարունակելու, որպեսզի հաջորդ ծերունքներն են, մինչ Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը փրկվողների թիվը ավելանա եւ փրկվածների ազնվությունը երկնքի մեջ մեծ երկչախում կազմել բոլոր ժամանակների ու բոլոր ազգերի ծերունքների։ Որովհետև սա էր Տեր Հիսուսի հանձնարարությունը իր աշակերտներին լեռան վրա, որ հետո սերունդ օծության օրհնությամբ փոխանցվեց եւ հասավ մեզ։ Գնացեք եւ ավետարանը քարոզեք։ Որպեսզի ամեն մեղավորները փրկվին, սա էր Աստծո կամքը եւ հանձնարարությունը։ Եվ այդ հոմելյանական տարվա առաքելությունը, նպատակը այս է նորոգվել այս կոչումի մեջ եւ շարունակել ավետարանը քարոզել։ Նաեւ հիշելու եւ պատվելու բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցությամբ տարբեր ձևերով օգնել են, որ եկեղեցին շարունակե իր հաղթաշարը մեղքի ու սատանայի դեմ։ Իրավամբ ամեն մի փրկված հոգին մնայուն եւ հավիտենական գանձ է Աստծո թագավորության համար։ Ուստի սիրելի եկեղեցի, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ջանք արեք Տերոջ գանձանակի մեջ ձեր բաժինը ավելացնելու, ավետարանը քարոզելու, քանզի մենք կանչված ենք հենց ավետարանը քարոզելու եւ Պողոս Առաքյալը հրճագեր, ամոթ չեմ համարում ավետարանը քարոզել, ամոթ չեմ համարում։ Գիտեմ, կային հերոսներ, որ ավետարանի քարոզության համար իրենց կյանքն են վտանգել եւ զոհել իրենց կյանքը ավետարանի քարոզության համար։ Այսօր այդ վտանգը գոնե մեր երկրում չկա, բայց որ հարևանները կարող են ասել ով թե հերիք է, կամ որևէ մեկը կարող է ասել ես դու էլ ընկար իրանց խելքին, սրանից վախենալով լռել, սա տգարություն է եւ ամոթ է։ Չէ՞ որ Տերը մեզ քաջության հոգին տվել, քաջության հոգին, որպեսզի կարողանանք քաջ վկաներ լինել։ Եվ շնորհակալ ենք բոլոր այն ծառայողների համար, ովքեր այս կոչումի մեջ հավատարիմ գտնվեցին եւ կշարունակեն ավետարանը քարոզել կյանքով, գործով, վարքով եւ վկայելով, խոսելով։ Այդ վկայության ձևերից մեկն է նաեւ մեր եշտեցողությունը։ Կար ժամանակ ավակները կպատմեին, որ երբ կհավաքվեին տների մեջ ծածուկ, երբեմն տարբեր շաբաթ, տարբեր կիրակի օրեր, տարբեր տներ կհավաքվեին, որպեսզի խաղի տեսուչները կամ ոստիկանությունը չբացահայտեն, որտեղ են հավաքվում այդ աղանդավորականները։ Եվ կսեին ցածր երկել, որ հարևանները չիմանան եւ չմատնեն։ Այսօր մենք կսենք բարձր երկել, հնչել երկել, աղաղակել, եւ մի փոքրիկ վկայություն մինչ հաջորդ երկաղաղակելը։ Տարիներ առաջ Եգիպտոս այցելեցինք եւ Ալեքսանդրիայի եկեղեցու հետ հանդիպում ունեցանք առաջնորդների հետ եւ կիրակի օրը հրավիրեցին մեզ իրենց մոտ պաշտամունքի։ Ուրախությամբ ընդունեցինք հրավերը եւ գնացի ծառայության։
մեծ եկեղեցաշենք էր, առաջի հարգը հայ համայնքի առաջնորդարանն է, երկրորդ հարգը մեծ սրահ եւ այնտեղ պաշտամունքները կանցկացվին եւ պաշտամունքից մի օր առաջ հրավիրեցին ճաշի եւ ծանոթանալու առաջնորդների խմբի հետ շատ լավ է, այդ ինձ փոքր սրահ ունենք առաջի հարգը միշտ ստեղ հավաքվի փոքր խմբով, բայց որ իմանան, որ հյուր ունենք Հայաստանից, երևի շատ մարդ կա, ինչ կասես եղբայր, եթե վերևի տալիճ դուք որոշեք, ես չգիտեմ, ես պատրաստ եմ, եթե մի ընտանիք կա, որ կսպասե Տերոջ խոսքին, ես պատրաստ եմ գալու եւ խոսելու։ Եթե 100 հոգի կա եւ կարող են հավաքվել միտեղ, ես պատրաստ եմ։ Այսինքն շատ լավ։ Համայնքում հայտարարությունը տարածվել է շատ արագ, 1 օրվա մեջ կամ 2 օրվա, եւ վերևի սրահը, որ 500 հոգանոց սրահ էր, ամենա տեղ չկար։ Լցվել էր ժողովուրդը եւ պատուհանները բացել էին եւ շատ լավ երկեցողությամբ եւ պաշտամունքը եւ երկրորդ օրը երբ նորից հանդիպեցինք հյուրանոց եկավ եւ հանդիպեցինք թեմի առաջնորդների հետ ասեց Ռուբիկ եղբայր չես պատկերացնել հարևանները որ արաբներ էին ուրախացել էին եւ ասին վաղուց է չենք լսել ձեր երկեցողության ձայնը այս ինչ լավ էր հյուր ունեի հա երևի պատուհանները բաց եւ ձեր երկեցողությունը գուցիր։ Մենք այսօր հյուր ունենք եւ այնպես երկենք, որ մեր երկեցողությունը հարևանները լսեն։ Մեծ ուրախություն, որ սեր մեջ եմ, ասված օրտեցես։ Լսես եկան։ Երոչը պարկ ուրամ, որ այս Արիթը դվավ, ես ամիս մարաջ բացարձակ հույս չունեի, առողջությանս պատճառով քալու, նույնիսկ բժիշկները այդ արիթը չդվին ինձ, բայց ասված մեծ հրաշք մտքոձեց եւ դիրոջը փակ ուդան մենք հատ չհավատացինք, բայց դերը կյանքից տվավ, շնորհակալ եմ դիրոջ մենք։ Ես 15 տարի է կանսերը կդարավի, կանսերս տարածվեցավ, հիմա ոսկորներուս մեջ են և դիրոչս պարսոդան։ Դիրոչս ասի, թե եթե ինձի գրգին յանք դաս, գուզեմ, որ իմ կանսերս ալ նորեն հետս տլա։ Շադերս իմ, բայց ինչու, ասի կանսերը իմ օրտնությունս եղավ, անցյալ 15 տարիներու ընթացքին։ Մենք շատ բաներ կսորվենք և դիրոչը հետ գրկանենք։ Եվ ես անդիրոջը պարկուդամ, որ դերը ամեն օր իր ներգայությամբ մեր յանքերը կհարստացնեն։ Աղոթենք։ Շնորհակալ ենք երկնավոր Հայր, որ մինչև հոս տունդ մեզ հետ եղավ։ Շնորհակալ ենք դեր, որ մեզ անգամ ևս կհավաքես իբր քու եկեղեցին։ Եվ քու ուրախությունը Տեր հոս է, մեր մեջ է։ Այդ է պարկուդանք, որ մենք ալ քեզվով ուրախ ենք։ Մինչդեռ կհավաքվենք, կսպասենք, կհոգվույթ, խոսքիդ, առաջնորդությանդ, կաղացենք ով Հայր, որ այսօր երկինք են օրդության անցրելներ տապես, մեր սրդերը քու ներկայությամբ ճոխացնես, Իսուսի անունով կխնդրենք, ամեն։ Մենք մոտ 57 տարիներ է գծարայենք Ավստրալիո մեջ, մեր հայ քաղուտը 65,000 հայ ժողովուրդ ունենք Ավստրալիո մեջ։ Ունենք 4 ավետարանական եկեղեցիներ, որ մերն է, եղբայրներու եկեղեցին։ Եվ հստակ կտեսնենք, որ վերջին օրերուն մեջ ենք։ Մարդիկ շատ հաջոյասեր եղան, տրամասեր եղան և հերացան, աստուծո բաներեն հերացան, կտեսնենք, որ ոչ այդ առաջվան հետաքրքրությունը չի գա։ Երկու կա այդ հիվանդությունը, այդ փափակը և ցանկությունը, երբ անոնք անորնի մեջ մնան, երբ անոնք հիվանդանան, երբ անոնք կտեսնեն, որ մահը շատ մոտեցավ իրենց, այդ ժամանակ կսկսին մտածել վերի բաներու մասին։
Նենքան աղոթող ենք, որ հոն չի հասած անոք դիրոջը կան, որբեսի վայլեն հավատքի կյանքը դիրոջը հետ։ Այսօր նույթ կարնեմ եկեղեցին, գիտնալով, որ կհիշենք դիրոջը դունը և միասին մուքան կվայլենք դիրոջը ներգայությունը և մենքան ավելի մոդեն գուզենք տեսնել։ Գիտեք, անցյալին միայն Աբրահամ էր և Աբրահամ անաբադի մեջ էր և հոն նույնիսկ շենք չի կար, ավազի վրա շենք չէին գնան կառուցել, հոն միան վրաներու մեջ կաղեին։ Աբրահամ հովիկ ոտքերով փոշիներուն մեջներ ամեն օրը, անիկա երկար հապուստ կհակվեր, բայց երբ Աստված իրեն կանչեց, Աբրահամ դեր չուներ երթալու, թերևս միայն վրանին դագը գնալ մտնել, որպեսզի դերոջի հետ հարաբերության մեջ մտներ։ Բայց Աստված անգեց ավելին գցանգար, Աստված ուզեր, որ դումն ունենար, դաջարն ունենար, Աստված ուզեր, որ սրբություն սրբությանց դեղմը ըլար, որ իր ներգայությունը հոն ըլար։ Եվ Աստված որոշած էր, որ իրեն համար դաջար նշինեին, և Աստված գսե ընդրեց Սողոմոնի մաստունին, որ իրեն համար դաջար նշիներ, հոն ուր սրբություն սրբությանցը վարակվիրով մտիտ ծածկվեր, հոն ուր միայն քահանան գնար մտնել, և Աստված հոն գտնվեր, ժողովուրդը դուրսը։ Հովաննու 2:19 պատասխան տվավ Հիսուս և ըսավ անոնց, քագեցեք այս դաջարը և 3 օրվա մեջ զանիկա պիտի կանգնեցնեմ։ Անոնք չի հասկացան ինչ կսեր Հիսուս։ Անոնք պատասխանեցին ըսելով, թե 46 տարվա մեջ շինված դաջարը ինչպես 3 օրվա մեջ կկանգնեցնես։ Բայց Տեր Հիսուս կխոսեր իր մասին։ Քանդեցեք դաջարը։ Ես պիտի կամ և պիտի ապրիմ ձեր սրտերուն մեջ։ Ոչ թե շենքը, ոչ թե եկեղեցին, բայց եկեղեցին դուք եք։ Ասին չեն, պատերը չեն։ Տեր Հիսուս կփնրե մարդը, որով այսքան սիրեց և գուզե այս մտերիմ հարաբերություն ունենալ մարդուն հետ անոր սրտեն ներս։ Գիտեք, շատ անգամ երբ կխոսենք և գուզենք այս խոսքերը արդասանեն, մարդոց վգայեն, շատ էր գսենք, թե մենք գիտենք այդ բաները։ Մենք գիտենք։ Եվ ճիշտ է, գիտենք։ Գիտություն։ Բայց Հիսուս բնավ չսավ, թե ահա գայնած քու խլխիպ կզարնեն։ Տեր Հիսուսը սավ ահա գայնած քու սրդի տուրը կզարնեն, որբեսի բանած քու սիրդը, որբեսի ես կամ և ներսը պնա։ Ունիս այս Քրիստոսը սրդեր ներս, թե ոչ տագավին մտգիտ մեջ ունիս, քիչմը վախ ունիս, քիչմը պաներմը լսեր ես, սորվեր ես և անոնց վրան վստահեր ես, բայց մորցեր ես Աստծո զորությունը, մորցեր ես անոր սերը, մորցեր ես անոր ներգայությունը, թե դերը ինչպես կրնա մտնել մարդու սրտեր ներս և մեզ լման փոխել։ Դարձյալ կգարտանք Հովաննու 6:37-ը Այն ամենը, որ հայրը ինձի գուտա, ինձի պիտի կան, և ան, որ ինձի գուկա, փնա դուրս պիտի չհանեմ։ Ասոնք խոստումներ են, որ Տեր Հիսուս տվա, որ եթե դու իրն ես,
դերը պիտի պահեք, մենք վաղ չունենք, մենք չարեն վաղ չունենք, մենք Քրիստոս ունենք և անոր հաղթության, անոր հույսով, անոր ուրախության գաբրինք մեր օրերը։ Առաջին հավատացյալներն այսպես եղան, անոնք վերնադան մեջ էին, անոնք բախով էին, ինչու որև Հիսուս կնաց, անոնք առանցին մնացին։ Եվ այդ բախ իրենց բադած է, որ մենք եթե այս թրդեն դուրս կանք, մեզիալ բիլի կան, մեզիալ բիլի ծերպականեն, թերևս Հիսուսի պես մեզալ բիլի խաչեն։ Բայց ոչ դերը խոստացած էր, որ իմ հոգիս պիտի ղրգեն, և իմ հոգիս ծեր մեջ պիտի պնագի, և Աստուծո փառք կուտանք այդ հոգին համար, որ անոնց վրա իջավ, և անոնք զորությունը ստացան, և անոնք այդ վիճակեն դուրս եկան, և սկսան Աստուծո զորությամբ պատմել Հիսուսի մասին, և դուք դերը կստանաք ձեր կյանքերներս, դերը ձեր մեջ իր հոգին գտնե, ուրեմն դուք այդ վկայության քաջություն ունեք, և հայրը կսպասե, որ լսեն մեր խոսքերը, ինչպես մայրը կսպասե, որ իր և մանուկը պիտի առաջին բարերը ասե, առաջին խոսքերը ասե, և ինչքան մեծ ուրախություն է մամային համար, և լսե, որ բզդիկը խոսիլը սկսավ, որքան հայրը ուրախ է, և դու սկսիս վկայել իր մասին, երբ էլ վկայեցիր Հիսուսի մասին, երևս առիթն ալ եղավ և լուր մնացիր։ Ոչ սիրելիս, դերը կքաչաներ է, որպեսի մենք եթանք, և բադմենք բոլորին, որպեսի բոլոր աշխարհը լսե, թե ով է մեր Քրիստոսը։ Գործքարաքելոց առաջին գլուխ 10-րդ համարը Մեկը պիտի անցնի, Գործքարաքելոց երկրորդ գլխում 3-րդ համարը Պաշտված լեզուներ երեցան իրենց, որպես թե գրագե և ամեն մեկուն վրան նստավ և ապա Գործքարաքելոց 2-42 համարեն Միշտ առաքյալներուն վարդապետության, միապանության, հաց կտրելու և աղոտ կնելու ետևե էին։ Ուրիշ բան չի կար։ Անոնք միշտ առաքյալներուն վարդապետության, ինչպես մեր եկեղեցիները նույն պատկերին մեջ։ Չեմ ուզեր երթալ մյուս կողմ, ասել թե արդիականությունը որքան առաջ քնած, մարդիկ ինչ տարբեր ծևերով կպաշտեն, և ինչքան մենք ամոթով կմնանք տեսնելով, թե ինչ ըրին դիրոջը խոսքը աշխարհի նվակները փերին եկեղեցիեն ներս։ Ինչ գործ ունի աշխարհի նվակները եկեղեցիեն ներս։ Ոչ մենք պաշտելու համար հատուկ նվակներ, բայց աշխարհը դուրս։ Անոնք սկսան քարոզել իրենց անձերուն մասին, իրենց հաջողություններուն մասին, ասելով թե Աստված ինչ հաջողություններ կուտա։ Ուր կգարտանք անոնց մասին։ Անոնք ուզեն հրաբուրել մարդոց, խաբելով, բայց ոչ։ Տեր Հիսուս շատ աղքատներ ուներ։ Տեր Հիսուս շատ հիվանդներ ուներ, անոնք հետևեցան և մնացին հավատարիմ Տիրոջը։ Աստված շատ այդպիսի անգարող մարդիկ ունի, բայց չի նշանակել, որ դերը մորցավ, դերը լքեց, դերը իր երեսը դարձուց։ Ոչ երբեք դերը գսե թե իմ դգարությանս մեջ դուք զորությունս պիտի տեսնեք։ Եվ ուքանք և այդ վիճակի մեջ մենք ալ Տիրոջը փառք կտանք։ Գիտեք խոսքը հարուստներուն համար չէ,
խոսքը աղքատներուն համար էր։ Խոսքը հաճողներուն համար չէր, հաճողները հետաքրքրված չէին, անոնք միան աշխարհի հաջույքին մեջ էին, բայց Տերը մեզ սորվեցուց, որ մեր կանցերը երկինքը թիզի։ Ոչ թե երկրի վրա, հավա երկինքը, անոնք, որոնք երկրի վրա թիզեցին, Տերոջ մի շատ հերու մնաց։ Ունեի ընկերմը, մեծահարուստ ընկերմն էր, հավատացյալ ծնող ուներ, ծնողն որ իր մասին միշտ կաղոթեին։ Եվ միշտ հայրը գհետևեր ինձ եսելով, թե դողոցս միշտ վգայ է, կաչալեր է, որ իրոչը դունը կա։ Ուրեմն որ մավետանչական ժողովն էինք, հրավիրած էի, այս ընկերոջս որ կար, միշտ հրավիրեի, բայց այդ որը շատ խստորեն պահանջեցի իրվը։ Սիպեմ միդի չպարսրանամ, մինչև որ ներս չմտես։ Այդպես ալտրի։ Այդ օրը պեմ չի պարսրացա, դուրսն է։ Սպասեի, որ միդի կար, և հանգացնեսա, թե դուրսը պագին թուրը պացվեցա, ներս մտա։ Եվ ներսած սիրտս ուրախացավ ու վազելեն ներս մտա, պեմ պարսրացա։ Պատկանոսը սկսա, բայց չի լավ ներս։ Կսպասեմ մսի աստղան, բայց դեսա թուրսը, դեսա։ Թերեմս ասի թուրսը մնաց, բայց ներս չմտավ սրահեն։ Եվ թուրս ելա թուրսն ալպնդրեցի, չգար։ Ստիպված երացայնեցի, ասի ուր ես, ըսավ ես եկա եղբայր, ասի հա, բայց չդեսակ ես, ըսավ ես թուրեն ամենս մտա, ասի ինչ եղավ, ըսավ այդ պահուն լուր եկավ ինձի, որ քողերը շենքս մտերեն և քողություն գնեն, ես ստիպված ամեն ինչ սկեցի և քացի հարստությանս ելևեն, գիտեք չարնալ իր միջոցները ունի, որպեսի մեզ հերու բահե դերոչմեն, այդ անցը ինչև այսօր դերոչը չեկա։ Եվ դերը սրդի թուրը բզանն է, հաչ իսպատաս եղիտ ընդունել, ինչպես պիդ ընդունիս ապաշխարության, ուրիշ միսոց չի կա։ Տեր Հիսուս կանչեց, որպեսի մենք քանք փրկության, քանք խոնարհինք, քանք գիտնանք, որ ոչ մենք մեղավոր մարդիկ ենք անոր համար փրկության պետքություն ունենք։ Իսկ եթե դու փրկության պետքություն չունես, իսկ եթե դու գխորիս ես մեղք չեմ կործած, ուրեմն Հիսուս բարաբդեղ մեղավ։ Ուրեմն Հիսուս քեզ համար չմեռավ։ Ուրեմն այդ թանկագին արյունը քեզ քու մեղքերդ պիտի չսրբե, որովհետև դու գխորիս ամեն մարդ ես։ Անգամը մեկը մոտեցա և երբ կվգայեի իրեն սա վրաց եղբայրը սավ ես այս բաները գլած են։ Կարծես ապտակը զարգավ երեսիս։ Այնքան ձանրիս եկավ այս ասած խոսքը, ես այս ամենը գլած եմ։ Ասի եղբայրս, եթե դու գլած ես, ասի մարսած չես։ Շատեր գխորի, թե ամեն ինչ գիտեն, բայց անփոչ գիծազին թերևս երկու փառատոց։ Բայց անհավատալի քանցմը ունի մեր ցերքերու մեջ, որը կարող ենք ամեն օր լսելով Աստծո խոսքը, որպեսզի անոնցմով աճենք։ Խոսքարակելոց երկրորդ գլխում 43-րդ համարը գսե ամեն մարդու վրա վախին կա։ Առաջին եկեղեցին վախի մեջ էր։ Այսօր աշխարհի 4 կողմը շատ հալածանք կա հավատացյալներում, հազարավոր հավատացյալներ լավ նայեցեք, ամեն օր կսպանվին իրենց հավատքին համար։ Ըլլա Աֆրիկե, ըլլա Ասիա, ըլլա Եվրոպա, ըլլա արաբական երկիրներ։ Անոնք ալ վախի մեջ էին, բայց ոչ դերը հոներ և դերը գսե թե ուր որ
երկու կամ երեք հոգիներ իմ անունով հավաքված են, ես հոն եմ, ինչու, որովհետև այդ է եկեղեցին Տիրոջը համար։ 44-րդ համարը գսե, բոլոր հավատացյալները մեկտեղ էին և ամեն բաներնին հասարակացեր։ Եկեղեցիներս անով հոգ կդանեին իրար։ Մենք անունեցանք եկեղեցիներս դժվար վիճակներ, հիվանդ ընտանիքներ, հիվանդ մայր, որի զավակներուն չեր գնար հոգալ, ուրեմն եկեղեցիներն քույրերը հավաքվեցան եւ փոխնի փոխ ամեն օր գերագուր կհասցնեին իրենց տունը, որպեսզի բզդիկները սնունդ ստանան եկեղեցին իրար գհոգա եւ ապա 45-րդ համարը ստացվածին եւ ունեցած բաներն գծախեին եւ անոնց կինը կփաժնեին ամենուն, որը որ փամը պետք լար, այսինչ քերեցիկ պատգեր եկեցի անդամները պատրաստ էին նույնիսկ իրենց ունեցածները ծախեն, որպեսզի իրար պետքերու համար հոգ տանեն։ Այս բանը հաճելի է Տիրոջը համար, այս բանը այս էլ եկեղեցի։ Շատ անգամ եկեղեցին սխալ կհասկանան մարդիկ, խորինթե բادرն են, խորինթե շենքն են, շատերու կան նույնիսկ բادرը կհամբուրեն, բادرը կբաշխեն, բայց ոչ, եկեղեցին թուք է, և Տիրոջը աչքերը ծեր վրա են։ 46-րդ համարը գսե, ամեն օր միապանության դաջար երթալու ետևե, ամեն օր միապանության դաջար երթալու ետևե էին։ Արդյոք մենք ալ այդպես ենք։ Ես շատ անգամ հարց կուտամ ասելով, թե երբ եկավ Տեր Հիսուս եկեղեցի ներս, շատ անգամ գսեն, թե դուք չեկած անի հոս ցեզ կսպասեր։ Լավ նայեցեք։ Դուք չեկած դերը հոս էր ցեզ կսպասեր։ Այնպես որ մի ուշանակ, ժամին եկեք, դերը ցեզ կսպասե։ Եվ մենք այդ հավատքով գուքանք, դերնալ մեզ գործնե մեր հավատքին համացան։ Դերնալ մեզ գուտա մեր հավատքին համացան։ Այո, դերը հոս է, դերը մեր մեջ է, և դերը գուզե տեսնել, որ մենք վախով և երկյուղածությամբ դերը կպաշտենք։ Եվ Տիրոջը դանը մեջ ենք, մեր հոգերը մեկում, մեր ցավերը մեկում, մեր վիշտերը մեկում, մենք հոս ենք Տիրոջը ներկայությունը վայելելու, Տիրոջը խոսքը լսելու, անով քաչալերվելու և անով լեցվելու, որպես երթանք և պատմենք մեր փրկին մասին։ Ամեն օր միապանության դաջար երթալու ետևե էին և դուրելին հաց կգդրեին և գերագուրը գուդեին ուրախության և սրդի միապանությամբ։ Շատ ուրախ եմ, որ այս բառը հոն է ուրախության։ Ուրախ ես, ուրախ ես։ Չեմ դեսնել, որ մենք ուրախ եք։ Ամեն և ամեն, եթե Տիրոջը զավակները ուրախ չեն, ով է ուրախ։ Չեմ ուզել տեսնել աշխարհի վիճակ, աշխարհ սուքի մեջ է ասում։ Ամեն երկիր սուքի մեջ է։ Ամեն երկիր ցավի մեջ, վախի մեջ, կասկածի մեջ, բացի Տիրոջը զավակները։ Ուրախ եք Տիրոջով։ Այո, եւ ամեն մենք ուրախ ենք Տիրոջով։ Ինչու, որովհետև դերը մեր սրտերում մեջն է, անիկա մեր սրտերը մտքերը կրավեց, մենք վախենալիք ինչ ունենք, գիտեք ինչն ամեն են վախնալիքը, մահ, շատ անգամ այցելեր են մարդոց իրենց մահվա անգողնի մեջ, շատ անգամ
Աղսուկի մեջ է։ Եվ հարց կուտամ, թե ինչու գուլաս։ Կսե, չեմ գիտեր, ուր պիտի երթամ։ Ուր պիտի երթամ, չեմ գիտեր։ Անգամ թաղումի ներկան կտնվեցա, թաղում են վերջը, մեկը մոտեցավ քահանային, սա քահանա ասավ այս անձը որ թաղեցին, և ինք պիտի երթա, թե դժող։ Քահանան սկսավ խնդալ, իրեն վայցավ, ասավ ես ամ չեմ գիտեր, ես ու պիտի երթամ։ Ինչ մեծ սավեր սրդիս, ես ամ կովի գեցել էի, սի կահանա ասի, եթե մենք Եվրի վրա չգիտնան ուր պիտի երթան, մենք հոտ չենք։ Լավ նայեցեք, եթե դուք Եվրի վրա չեք գիտել, թե ուր պիտի երթաք, դուք հոն բաժին չունիք։ Դեր Հիսուս կսե ես գերտան, ցեզ համար դեր կպատրաստեմ, որ ես եմ, դուք հոն ըլլակ։ Գրգին, Դեր Հիսուս կսե ես գերտան, քեզ համար դեր կպատրաստեմ, որ ես եմ, տունալ իմ հետս հոն ըլլաս։ Մենք այս հավատքով կապենք։ Ուրեմն մահը ինչ եղավ, մահը աչք կոցել փանալու պես։ Մահվա ընթացքին մեր աչքերը կփակենք և հոն կփանանք, Տիրոջը ներկայության մեջ կփանանք, հանգած բոլոր տեսարանը կփոխվի, բայց ամենեն կարևորը, եթե գահ էիր, այլևս պետքություն չունես ասպայդին, եթե հաշմանդամ էիր, պիտի տեսնես, որ երկու ոտքերով քանես, եթե գույր էիր, պիտի տեսնես, որ հանգած աչքերդ փակվեցան և ամեն ինչ կտեսնես, եթե խուլ էիր, հանգած ականջներդ պիտի բացվին և հրեշտակներուն փառաբանության երգերը պիտի լսես, եթե համր էիր և փնան չէիր խոսած, լեզուդ պիտի բացվի և Հիսուսին փառք պիտի տաս։ Ինչ է երկինքը? Երկինքը մեր փախցած դերն է, որ պիտի երթա։ Եվ մեր ուրախությունը հոն լման պիտի լա, ուրեմն հավատացյաները մահենալ վախճում։ Բացարձակ, մենք Տիրոջը փառք որ Աստված այսքան գեղեցիկ ծրագիր ունի իր զավակներուն համար։ Խոսքարակելուց 2:47-ը Աստված գործնեին և բոլոր ժողովրդին առջև շնորհ կգտնեին, դերը օրեօր փրկվածները կավեցնել եկեղեցին։ Ահավասիկ մենք տեսանք Տիրոջը ծրագիրը, երբ Հիսուս յանք հավատեց, այդ տաճարի վարակույրը գսե, վերևար ջերկվեցավ։ Թանցր վարակույրը վերևար բադրվեցավ և բացվեցավ, այդ սրբությանցը չմնաց։ Ինչու այսպես եղավ, որովհետև դերը չուզեց, որ մենք շենքերու մեջ պաշտենք զինք, դերը ուզեց, որ մեր սրտովը պաշտենք զինք։ Ուր որ երթանք, դերը մեզ հետ, ինչ վիճակի մեջ որ ենք, դերը մեզ հետ։ Ուրեմն դերը դա, որ մեր ականջները, աչքերը, լեզուները, մտքերը մաքուր պահենք Տիրոջը համար։ Ինչու որ դերը մեր մեջ կապրի և անոր ուրախությունը Տեր Հիսուս կսե սիրեց եկեղեցին և անձը դվա եկեղեցին համար, հավատացյալներուն համար։ Եփեսացիս 2 19-րդ համարեն Ուրեմն ասկե հետո թուք, օդար և բանտուղ չեք,
Հավա սուրբերուն, քաղաքագիստները և Աստուծո ընտանիքը, առաքյալներուն և մարգարեներուն հիմանը վրա շինված, որուն անգյունին գլուխը Հիսուս Քրիստոս է, որով բոլոր շենքը մեղդեր հարմարությամբ կազմված գաջի սուրբ տաճար մտլալու դերոճմով, որով դուք ալ մեկդեր գշնվիկ Աստուծո հնագարան ըլլալու սուրբ ոգիով։ Ուրեմն մենք բոլորս միապան ըլլալով, միասին ըլլալով դերոճը համար հնագարան ենք, որ դերը իր սուրբ ոգիով մեր մեջ հնագի։ Առաջին Պետրոս, երկրորդ գլուխ, երկու համարներ 24 և 25 համար